Քանի որ ես կենդանիների շատ եմ սիրում, այսօր որոշել եմ հետաքրքիր փաստեր ներկայացնել Երևանի սրտում գտնվող կենդանաբանական այգու մասին։ Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը առաջացել էր 1930-ական թվականներին, սակայն այն իրականություն դարձավ միայն 1940-ին։ Երևանի կենդանաբանական այգու հիմնական ու կարևոր նպատակներից է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում և միջազգային Կարմիր գրքում գրանցված վտանգված կենդանատեսակների պահպանումը ու բազմացումը, նոր կենդանատեսակներով ու նոր ազատավանդակներով համալրվելը։ Կենդանաբանական այգում առկա են հետևյալ բաժինները՝ գիշատիչներ, թռչուններ, սմբակավորներ, պրիմատներ։ 2022 թվականի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում կա 126 կենդանատեսակ, 707 գլխաքանակ։ Կենդանաբանական այգու համար շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Այգին իր գլխավոր նպատակներից է նաև համարում եվրոպական այգիների չափորոշիչներին համապատասխան դառնալը։ Երևանի կենդանաբանական այգին ոչ միայն տեսարժան կամ ժամանցի վայր է, այլև հանդես է գալիս կրթական նախագծերով ու համագործակցում բազմաթիվ հետազոտական կենտրոնների և կրթական հաստատությունների հետ։ Այգին Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի անդամ է, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի թեկնածու։ Այսօր այգին տուն է ավելի քան 160 կենդանատեսակի համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային, հատկապես հայկական լեռնաշխարհի և Կովկասի կենսաբազմազանությանը բնորոշ վտանգված տեսակներին։ Դրանցից հայկական մուֆլոնը դարձել է այգու խորհրդանիշ՝ արտացոլվելով տարբերանշանում և մարմնավորելով մշակույթ, բնություն, ներդաշնակ փոխկապակցվածությունը։ Այսօր Երևանի կենդանաբանական այգին պարզապես կենդանիների ցուցադրության վայր չէ։ Այն կրթական, գիտական և բնապահպանական կենտրոն է, որտեղ յուրաքանչյուր այց օգնում է ավելի լավ ճանաչել բնությունը և հասկանալ դրա պահպանության կարևորությունը։